Բարև ձեզ, այսօր ապրիլի 4-ն է 2025 թվականի Հայաստանի բազկամարտի առաջնությունն է։ Մեր Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ եկել են կպնելու։ Բարև ձեզ։ Կապած է ես չեմ կպնում, բայց էդի մնացածի համար է լավ էլի։ Մյուս տարի գալու ենք ու չեմպիոնություն ձեռք բերենք։ Ժողովուրդ ջան, կազմակերպել ենք մի հատ շատ լավ միջոցառում։ Եկել են Հայաստանի բոլոր ամենածայրամասերից կպնում են։ Լիքը չեմպիոններ ունենք, լիքը ուժեղ տղերք աղջիկներ ունենք, որ ուղղակի դեմք են էլի իրանց ուժով ունենց հայլուն հաղթանակներ են, աշխարհի չեմպիոններ ունենք արդեն։ Պատկերացեք իրանց պազեշկանել ինչքան ճիշտ բան է։ Հենց որ լավ կներ այսօր իրանց շատ մարդիներ երկրպագուներից բալետ անեն իրանց էլի։ Ափսոս մի քիչ ենք։ Բայց այսօր ճոխալինելու, հզոր անելու, ու այնքան մարդ կա այսօր Սուրպրիզներ եք տենալու, ինչ հզորներ ունենք։ Գնացինք առաջ։ Ոչ, կարող եմ։ Ձև է։ Արա հավուշ գահաճ։ Այս դեմ բան։ Լավ է։ Այս ճանաչ բանկը ցավեր կամ չի չմուշտակ կրել։ Ինչ է, քաշ քշում Մեր մոտ ամեն բան նախատեսված է, ամեն բան հաշվարկած է։ Պատկերացեք, հիմա երեխաներն են մրցում։ Երեխաների համար բարձրությունը հատուկ բարձիկներով ու ընդ չգիտեմ դա ոնց է կոչվում, դրանց վրա կանգնում են, որ տարբեր հասակի մարդիկ իրար հետ կանոնան գտնեն։ Տեսեք ինչ է կատարում։ Ամեն բան նախատեսված է։ Այսինքն ոտքի վրա կանգնածները առանձին կատեգորիա են, ովքեր սայլակի վրա են առանձին մրցում են կպնում, որովհետև տարբեր Heman կետերը, տարբեր ծանրաբեռնվածությունները հզոր են։ Երեխաներից հետո կլինեն կանայք աղջիկները, հետո արդեն տղաները իրանց ամենամեծ ուժեղներով։ Ու այսօր այնքան չեմպիոն ենք, ժողովուրդ ինչ հզորներ ունենք, չեք պատկերացնում։ Դուք չեք տեսել այս մրցումները։ Հələ նայեք ում եմ գտել։ Այն որ ասում է սիրտ ունենայք սիրահարվեք, ինքը մեր վարդն է, մեր գեղեցկուին է։ Բայց մարդն այմա չի ասել, էլի որ ինքը երրակի չեմպիոն Հայաստանի բազկամարտի ու գնացել է դաժե Հայաստանից դուրս Դուբայում էլ է մրցում կպե, դրա մասին ինքը առանձին կպատմի։ Ժողովուրդ տեսեք ինչ հզոր եմ հանդիպել։ Վարդ ջան, հələ մի հատ ներկայացա էլի ինչ եք անում։ Ոնց որ արդեն ներկայացրիր չկրկնվեմ։ Մասնակցել եմ 2023 մարտական խաղերին, համաշխարհային մարտական խաղերին եւ դարձել եմ արծաթե մեդալակիր։ Դուբայում։ Հա, Դուբայում։ Էլրիադ, Դուբայի Էլրիադ մայրաքաղաքում։ Ճիշտ ասեցի, չէ՞։ Շատ լավ է։ Հայաստանից դուրս մեր պատիվը պատկերացնես ոնց է բայ, գմպցրել է։ Փորձում եմ նույն կերպ, տեսնենք այս անգամ ոնց կստացվի։ Այսօր պիտի հաղթես։ Հա։ Տեսնենք։ Ինչքան սիրուն է, այդքան էլ ուժեղ ասես մի նայեք նուրբա։ Ձեռներ ունի երկաթից։ Մերսի։ Դա համար ասում եմ, ուսից դեմտու ասում եմ կջարդեմ, ավելի ուժեղ կփշրվի։ Բամորը սահման չունի։ Չէ, ուրախ պիտի լինենք այսօր ու տրամադրված որ հաղթելու ենք։ Այսօր էլ չեմ սիրում շատ մեծ խոսամ, այսօր էլ ընթացքը ցույց կտա։ Ես հավատում եմ, ես տեսել եմ դու ինչի ես ընդունակ։ Տեսնենք։ Հաստատ կանես։ Աստված առաջ։ Առաջ հաղթանակ առնելու։ Ահա։
Ժողովուրդ ջան, այս ամեն ինչ որ կազմակերպել է, ամեն ինչի համար շնորհակալ ենք մեր թագավոր աղբորը Սարգիսին Ստեփանյան, որովհետև թե կազմակերպիչը, թե այս ֆեդերացիայով ամեն ինչով սպորտով ինքն է ղեկավարում, ինքն է կազմակերպում ու այսքան մարդկանց ոնց որ օրինակ է ծառայում իր ամեն ինչով, իր ապրած կյանքով, իր սպորտային այդ անցած ուղիով, ու հիմա ինքը կներկայացնի այսքան մարդիկ ինչի համար են ստեղ հավաքվել ու ինչ արդյունքներ ենք մենք ձեռք բերել։ Շնորհակալ եմ ներկայացման համար։ Մենք 2018 թվականից սկսված հիմնել ենք Հայաստանի Հանրապետության Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան եւ հենց 18 թվականից մեր ֆեդերացիան ունեցել է կից իրեն մարզասրահ, որը կոչվում է լեգենդերի մարզասրահ։ Եվ այդ անվանումը հենց այնպես չի դրվել լեգենդերի մարզասրահ, դուք տեսնում եք ձեր աչքով տեսակ, իրականում այստեղ լեգենդեր են եւ բոլորից ոգեշնչում են իրենց ելույթներով։ Եվ 2018 թվականից մինչև հիմա 2025 թվականը մենք տարին 2 անգամ անց ենք կացնում Հայաստանի առաջնություններ պարաբասկամարտ սպորտաձևով, պարափաուլիֆտինգով, պարածանրամարտով եւ բավականին մեծ մասնակիցներ ենք ունենում, շատ մասնակիցներ ենք ունենում, օրինակ այս միջոցառմանը 80 մասնակից հաշմանդամություն ունեցող տարբեր սպորտային դասակարգեր Հայաստանի բոլոր մարզերից գալիս են, իրենց ուժերն են փորձում, լավագույններից ձևավորվում է մարզական հավաքականը մեր թիմը եւ հավաքականը արդեն պատրաստվում է մարզումներ է կատարում, գնում ենք, մեկնում ենք Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն։ Այստեղ այսօրվա մասնակիցների շատերը արդեն հասցրել են դառնալ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն ու մեր պատիվը, մեր հայ ազգի ներկայացրել են ամբողջ աշխարհում։ Իսկ դա հենց այնպես չի լինում, ասենց օթից չի գալիս, գիշեր ու զոր, մարզումներ, վնասվածքներ հաղթարելով տղաները եւ աղջիկները հասնում են տարիների քրտնաջան աշխատանքով այդ արդյունքներին։ Շատ լավ։ Հիմա ես պարածանրամարտին եկել եմ մասնակցել եմ։ Ոնց ասեմ քեզ, հովոր էմոցիաներ ունեի։ Նույնը ձեռի ուժի մի տարի ես մասնակցեցի, այս տարի իմը ուսս կե կոտրվածա չմասնակցի, բայց հույս ունեմ այս տարի լավ կպարապեմ կմասնակցեմ։ Մի ուրիշ ոգևորվածություն է, որ դու այս վիճակում իբր մի քիչ կաշկանդված պիտի լինես ֆիզիկականով, բայց գալիս ես դառնում ես չեմպիոն, գալիս ես դառնում ես մեկը, որը իր քաշայինը, իր չափերի մեջ առաջինն է։ Ու մի հատ նոր ուժ է տալի, մի հատ ունես վերեր, ուզում ես ավելին անես, ավելին անես, ավելին։ Ես գիտեմ, որ բացի սրանից դու օլիմպիական, պարաօլիմպիականին ես մասնակցում ու ընդել ինչ որ առաջ գնալու նպատակներ ունես։ Բայց դրա մասին եմ երկու խոսք ասես։ Տեսեք, ես իմ հոգեհարազատ սպորտը պարաբասկամարտն է, arm wrestling-ն է եւ 18 թվականից մինչ այսօր հասցրել եմ լինել քառակի Եվրոպայի չեմպիոն, եռակի աշխարհի չեմպիոն եւ 2 աշխարհի գավաթակիր եմ եղել գավաթի, բայց դրանով չեմ սահմանափակում։ Հիմա հունիս ամսին թիմի հետ կմեկնեմ Եվրոպա, Ռումինիայում է կայանալու Եվրոպայի առաջնությունը։ Ուսամ նորից հաղթողի տիտղոսը կպահեմ։ Բացի arm wrestling-ով նաև զբաղվում եմ պարաատլետիկայով, այսինքն պարաատլետիկայի ձև է շոթ փութով, գնդի հրում սպորտաձևով։ Գնդի հրում սպորտաձևով 2 տարի եմ մարզվել, բայց հասել եմ 2 տարվա մեջ հասնել Grand Prix, աշխարհի Grand Prix հաղթող եմ ճանաչվել։ High performance եմ լրացրել, որ Հայաստանում երբևիցե ոչ մեկ պարաատլետիկայով չեն արել եւ մասնակցել եմ Փարիզ 2024 պարալիմպիկ խաղերին։ Ճիշտ է, չի գոհացրել իմ արդյունքը, վատ եմ տեխնիկապես մի փոքր մասնակցել, բայց հուսամ 28 թվականի Լոս Անջելեսում կայանալիք պարալիմպիկ ամառային խաղերում այդ բոլորը շտկելու եմ եւ հաղթանակ եմ ունենալ։ Անպայման ախպերս, Աստված օրհնի ամեն նպատակներիդ հասնես, որովհետեւ այն որ ես եմ տեսել դու ոնց ես պայքարում հասնելու համար, դա իմ համար օրինակ է եղել։ Դու ես օրինակ ծառայ, որ ես եկել եմ պարապելու ու դրա համար ասում եմ շատ շնորհակալություն, ուստեղ մտածում շատերը կլինեն, որ այդ նույն բառը կասեն։ Մենք բոլորս մեկս մյուսով ենք լրացնում ամեն ինչ այդ պակասը, մեկս մյուսին ոգեշնչելով, դառել ենք մեծ թիմ, շատանում ենք, ուժեղանում ենք եւ ամենակարևորը պատիվ ենք բերում մեր հայրենիքին։ Շնորհակալ ենք ախպերս, ամեն ինչի համար։ Ժողովուրդ, հանդիպել ենք Նաիրա Մեսոպյանին։ Կարող է ինչ որ մեկի համար այդ անունը անծանոթ լինի, բայց դուք պարտավոր եք իմանալ այս մարդուն, ինքը խելքից դուրս, ասում որ ասում է
թվերից դուրս հաղթանակներ ունեցել, ամբողջ աշխարհում թնդացրել է մեր պատիվը բարձրապահը։ Չեմ ուզում ես ասեմ, էլի քանի անգամ հաղթել։ Դուք լսեք ու հասկացեք լեգենդի հետ եմ, լեգենդի մարզասրահից լեգենդի հետ եմ հիմա զրուցում։ Շնորհակալ եմ 2018 թվականից պրոֆեսիոնալ պարաբասկամարտով եմ զբաղվում ու 19 թվականից արդեն իմ հաղթական տարիները սկսվեցին ամեն տարի 2 անգամ մասնակցում ենք մրցաշարերի միջազգային Եվրոպայի առաջնություն եւ աշխարհի եւ ամեն անգամ գնալուց ես 2 ձեռքով ունենում եմ առաջին տեղի հաղթանակներ Yes. Այսինքն 5 անգամ արդեն աշխարհ եմ հաղթել 2 ձեռքով, 3 անգամ Եվրոպա, էլի 2 ձեռքով, եւ աչ եւ ձախ։ 5 անգամ աշխարհի չեմպիոն, ժողովուրդ, 2 0-ով եմ ցույց տալի։ Կոտրած 0-ով ցույց եմ տալի, այդտենց ոգևորվել եմ։ Կոտրածը։ Հա, ուսս կոտրված է։ Եվ լավ կլինի, որ այս մարզաձևը ավելի լայն տարածում ընտրի Հայաստանում եւ շատ աղջիկներ մարզվեն, ուժեղանան, որովհետեւ այդ թյուրը բռնում է, որ կնոջը չի սազում այս մարզաձևը, բայց հենց կանայք պետք է ուժեղ լինեն եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Ժողովուրդ, տեսեք, մենք Վարդի հետ են նոր խոսացինք։ Դուք հասկանում եք, մեր երեխեքը ինչ գեղեցկություն ունեն։ Ուրիշը լիներ կարող ասել մենք դիտիզենք, նստենք տունը, զարդարենք, վայելենք, բայց իրանք ինչքան սիրուն են, այդքան ուժեղ են։ Իրանք աշխարհ են արա ծալում։ Ծալած ունեն աշխարհը մեր հայերենով ասած։ Դուք հասկանում եք, տունը նստել եք ինչի համար։ Ես այսօր ուսս կոտրված, 0-ով շարժում եմ, վաղ գնալու ենք օպերացիա անենք, երկաթներով հավաքենք։ Բայց այս վիճակում եկել եմ մասնակցում եմ, ժողովուրդ ջան։ Բայց աղջիկներ տղաներ եկեք։ հետո անպայման աշխատեք այդ թևով էլ կպնեք ու հաղթեք։ Вообще պրոբլեմ չունեմ։ Մանավանդ որ պիտի աշխատեմ, որ ինքը բացվի, հաստատ ջանք եմ գործադրելու ու արդեն կընտանանք էլի, որովհետև մեր ազգը նոր չեմպիոնների կարիք ունի։ Իհարկե, միանշանակ։ Հների առանց նեղացնելու, բայց ուժեղները գալիս են։ Պետք է պահեն այն ինչը որ արդեն Հները մեր համար օրինակ են ծառայում, հա։ Հասել ենք այդ ամենին, իսկ նորերը որ տեսնում ենք ուրախանում են կոնկրետ մեր մրցաշարում։ Մի ուրիշ տեսեք, նես չի որ բնածին ամեն ինչ կա, սպորտը օգնում է որ դուք ավելի թարմ ու ավելի ոնց ասեմ, լուսավորել եք, հա։ Դուք բացի եմ ասում, ձեր գեղեցկությունից բացի Ես նաև գեղեցկության մրցույթի հաղթող եմ։ Ոնց կարա չհաղթեի։ Եւ Որտեղ եք, որ տարին այդ եղել։ Ես որ չեմ։ 2018 թվականին Miss Հայ գեղեցկության մրցույթի հաղթողն եմ։ Շա։ Դուք հասկանում եք ում հետ եմ խոսում։ Նայեք նախանձեք հələ։ Նայեք նախանձեք։ Ասում եք խես հետում։ Սրա համար։ Այսօր ինչն է բա։ Մեր մոտ կոնկրետ ես որպես բուժքույր եմ։ Հա։ Հիմա ինքը բուժքրոջ դերում է, որովհետև իր մոտ հենց գալիս են, ինձ նայում են աչքերի մեջ, ցավազրկող էլ պետք չի։ Վերջ։ Ինչքան կարող եմ օգնեմ, ինչքան կարող եմ պատրաստեմ եւ մեր թիմի եւ մեր հայրենիքի համար։ Տղաներ, աղջիկներ, մեծեր եւ փոքրեր, նայեք մեզ, ողջևորվեք, կտրեք ձեր նստատեղը, ձեր փափուկ նստատեղը, փափուկ տեղերից եկեք պարապեք։ Մեզ առողջ սերունդ է պետք, մեզ առողջ ազգ է պետք։ Ձեր չշարժվելը մեզ ձեր չի տալի։ Մենք ուզում ենք բոլորը ստեղ լինենք, ստեղ լինենք ոչ թե 100-200 հոգով, 10,000 հոգով լինենք, մեծ հրազդան մարզադաշտը վերցնենք, որ զորով տեղավորվենք։ Ես ուզում եմ այդքան շատ լինենք։ Պարզապես մարդիկ տեղեկացված չեն, որ ցած գեղեցիկ բաներ կա Հայաստանում, Բացի տեղեկացված չներ, շատերին գիտեմ, որ ասում են դե ալանում եմ, գան, ալում, նեղված։ Մարզասրահներ կան, Մարզասրահը անվճար է ձեր համար, ժողովուրդ։ Դուք հասկանում եք, մարզասրահը անվճար է ձեր համար։ Հագեցած պրոֆեսիոնալ մարզիչներով, Ամեն ինչով։ Բանիկներով միջազգային կարգի ամեն ձև։ Է դառնում, որտեղ բոլորս Ու դուք ոնց կարաք չգաք մեր հետ միտեղ պարապելու։ Վայ, շատ ուրախ եմ, ես միշտ ասել եմ տղաներին նայում հպարտանում եմ, բայց աղջիկով մի ուրիշ դեպ, որովհետև աղջիկա ուժեղ լինելը իմ համար միշտ չափանիշ է եղել։ Որովհետև ուրիշ աղջիկը ուժեղ լինի մի քիչ գոռոզ, բայց ձեր համեստությունը, ձեր ուժեղության մասին առավել է էլի խոսում։ Հենց որ իմացեք մի հատ աղբեր ունեք։ Մերսի։ Տենում ես ինչ ուժեղ է։ Դաժե իմ ձեռն է տալու աղբեր, դաժե իմ ձեռն է տալու։ Մի քիչ մատ արեք, մատ։ Ջարդեց ինձ ձեր աղբեր, ջարդեց։ Մենք ուժեղ ենք միասին, ժողովուրդ ջան։
Արթնացեք, եկեք պարապեք, առողջացեք։ Իմացեք, նստելով բազմաթիվ խնդիրներ եք ունենալու։ Իսկ սենց մեր նման կլինեք, միշտ աշխուժ, միշտ ուժեղ, միշտ առաջ։ Միշտ առաջ։ Հիշում եք, որ ասում էի, հավատում եմ, որ կրեմ, այնք ասում ես, չէ, ձև էր բան։ Դե ես չեմ սիրում։ Հավատալապետ, հələ ասա ինչ արեցիր։ Դե արեցի Ճղես։ ոնց էր միշտ։ Հեսա մեդալով տենաս ոնց է սազում, այդ մեդալի խատրն են շատերը անում։ Իրան սազում է մեդալով, էլի։ Մերսի։ Ախպեր, ոգևորեք, եկեք մերոնց ոգևորեք, որ իրանք սաղ սենց աղթեն։ Թե չէ, Ես տեսին, առանց ոգևորելու, առանց պատժեշկի, առանց են գրուպա պատժեշկի մի քիչ դժվար է, էլի։ Մեզ շատ շատ է ձեզ օգնությունը պետք։ Հենց որ վարջան, շնորհավոր, առաջինն լինի, վերջինը չլինի, չնայած առաջինը։ Չորրորդն է, չէ։ միշտ 4-րդ 5 տարվա մեջ է։ Ոռո։ Ես ինչքան պետք է բիզնեմ, որ հասնեմ իրան, հələ պատկից գազ եմ տալի մեզ տար իրար հետ։ Հույս ունեմ պարապելու ենք։ Բագովա ու պատերը, Հեռախոսիչ հեռախոսման համար մեր պատանների համար առանձին լուծումներ ենք կազմել։ Ունեցել ենք 18 սպորտային դասակարգում իրենց քաշային կարգերով։ Այնպես որ ուժեղագույնները ընտրվելու են առաջին հորիզոնական տեղերից։ Իհարկե ոչ բոլոր առաջին հորիզոնականներն են լինելու, որտեղ քաշային կարգեր կան, դեռ զիջում են այն ուժեղագույնները չէ։ Լավագույնները կընտրվի, կձևավորվի հավաքական եւ կպատրաստվեն Ռումինիայի կայանանի Եվրոպայի խաղապաստի հասկամարտի առաջնության։ Շնորհակալություն բոլորին եւ հրավիրում եմ այստեղ։ Շորտ, ես ինչ ճոխեր չեք պատկերացնի, սիրում եմ բոլորին, կարոտում էի բոլորին, եկա սաղին տեսա, բոլորի են ամենը ջերմությունը վայելեցինք, դուք պատկերացնում եք ստեղ ընտանիքի նման են, կաղա ուրիշ տեղեր գնացեք, սպորտով զբաղվել եք, որտեղ մարզիչ, ենթակա տենց հարաբերություն աստե, եղբայրություն է կարելի ասել, որովհետև Սարգիսը լինելով ամենագլխավորը, իրան այնքան պարզ աղբոր նման է պահում, չես իմանում ասեն քեզ ոնց պահես։ Գալիս ես ու դու ես մտնում այդ ընտանիքի մեջ, դառնում ես իր մի մասնիկը, ու իր մասնիկը դառնավ ուժեղների հետ առաջ ես գնում, դառնում ես չեմպիոն։ Հիմա այս տարի ես շատ ափսոսացի, որ ուսս կոտրված է, ու ես չեմ կարող կպնեմ մրցումների մասնակցել, բայց ինչ մեծ ցանկություն ունեի, չեք պատկերացնի, լինեմ եմ մեկը, որ հիմա կանգնել եմ պատվանդանին, ինչ որ մեդալ ստանամ, ինչ որ մրցանակ ստանամ, ասեմ ես էլ հասա այն բարձունքին, որը իր առաջ դրել էր Սարգիսը, որ մեզ պիտի տանի հասցնի այսինչ բարձունքին։ Հուսանք մյուս տարի կլինենք անհամեմատ ավելի շատ, թե տվականակով, թե մրցանակներով, եկեք վայելեք։ Մյուս անգամ նախորդ զգուշացնենք բոլորիդ, հուսում եմ շատ մարդիկ կգան մասնակցելու այս մրցումներին ու ուղղակի տարական պատժեշ կանելու մեր մարզիկներին, որովհետև իրանց պետք են թե ձեր ծափերը, թե ձեր բացականչությունը, թե ձեր այդ ոնց ասեմ, մոտեցումը։ Մենք հավաքվում ենք ստե ընտանիքի նման, ու այդ ընտանիքի նման էլ կանչում ենք ձեզ դառնանք մեր մասնիկը։ Շնորհակալություն, եկեք գնանք մնացածը վայելենք։